Ծափաթաղ գյուղի վրա ծանր լռություն է իջել, գյուղի կենտրոնով անցնող հին հողաշեն ճանապարհով անընդհատ անցնում են փրկարարական մեքենաներ, պարեկների ավտոմեքենաներ, կամավորներ, մարդիկ չեն հիշում երբ են վերջին անգամ գյուղն այսքան անհանգիստ ու աղոթքով լցված եղել, բոլորը փնտրում են փոքրիկ Տիգրան Հովհաննեսովին, ընդամենը 3 տարեկան տղայի, որի չքանալը մի ակնթարթում փոխեց ողջ համայնքի կյանքը։ Արդեն 1 օր է, որ ընողական աշխատանքները շարունակվում են, ժամը 12:30-ի դրությամբ Տիգրանը դեռ չի գտնվել։ Որոնումներին ներգրաված են ավելի քան 500 մարդ ներքին գործերի նախարարության, քրեական ոստիկանության, գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և համայնքային ոստիկանության 5 բաժինների շուրջ 150 աշխատակից, ևս 150 փրկարար, ինչպես նաև կինոլոգներ իրենց ծառայողական շներով։ Օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր, ջրային և տեխնիկական միջոցներ։ Գյուղի դաշտերն ու անտառներն իրար հաջորդող շրջաներով ուսումնասիրում են ամեն քար, ամեն թփի տակ նայելով, ոչ մի տեղ չեն թողնում անտեսված։ Որոնումներին միացել են նաև պաշտոնյաները, տասնյակ գյուղացիներ Ծափաթաղից, Շողակաթից, Արտանիշից ու անգամ Սևանից եկած կամավորներ ժամերով քայլում են սար ու դաշտով։ Ոմանք անընդհատ աղոթում են, ուրիշները լուռ փնտրում լապտերի լույսը պահած հողի վրա։ Յուրաքանչյուր ձայնի ժամանակ բոլորն ականջ են դնում, գուցե Տիգրանի ձայն է։ Տիգրանը ծնվել է բազմազավակ ընտանիքում, ընտանիքը 5 երեխա ունեցող, ապրում է գյուղի ծայրամասում գտնվող տանը։ Տիգրանը տան փոքրերից մեկն է, շարժուն, ուրախ ու շատ փոքրիկ, ով հատկապես կապված էր 5-ամյա եղբոր հետ։ Նույն օրը, երբ նա անհետացավ, հարևանները պատմում են, որ երեխաները միասին էին դուրս եկել բակ, մի պահ մեծ եղբայրը վերադարձել է տուն, բայց Տիգրանը ոչ։ Սկզբում ընտանիքը կարծել է, թե փոքրիկը հարևան տանն է խաղում, սակայն երբ պարզվել է, որ ոչ ոք նրան չի տեսել, 911 ծառայության նահազանգել են ժամը 18:00-ին։ Հարևանները պատմում են, որ ընտանիքը դժվար պայմաններում է ապրում, հայրը աշխատասեր և համեստ մարդ է, հաճախ է գյուղում օգնում մյուսներին, մայրը զբաղված է իր աշխատանքով, աշխատում է մերձակայքի ռեստորաներից մեկում որպես հավաքարար։ Բազմազավակ մայր լինելու բեռը հեշտ չէ, 5 երեխա, աշխատանք, կենցաղային հոգսեր։ Որոշ հարևաններ նշում են, որ երբեմն դժվար է լինում հետևել բոլոր երեխաներին միաժամանակ։ Փոքրերն անընդհատ խաղում են բակում կամ դուրս են գալիս գյուղի ճանապարհ։ Այժմ հայրն ու մայրն ապրում են աննկարագրելի տագնապի մեջ, նրանք գիշեր-ցերեկ գյուղացիների հետ դուրս են որոնումների, անընդհատ հույս ունենալով, որ իրենց որդին կգտնվի։ Մայրն աչքերն արցունքներից կարմրած մի քանի անգամ կրկնել է նույն նախադասությունը՝ միայն թող գտնվի, թող գա տուն, և հենց այդ բառերն էլ դարձել են գյուղում բոլորի աղոթքը։ Օրագիր Նյուզի տեղեկություններով հարևաններից մեկը նրանց պատմել է, որ երեխան կորել է նախօրեին մանկապարտեզից վերադառնալուց հետո։ Ըստ նրա, ընտանիքում 5 երեխա կա։ Հայրը շատ խելոք մարդ ա, բայց մայրն անընդհատ երեխեքին ծեծում ա, եղել է, որ երեխեքին կապտուկներով ենք տեսել, պատմել է հարևանը։ Պարզվում է, մորը երեկոյան ոստիկանները քաղմաս են տարել, ըստ Օրագիր Նյուզի տեղեկատվության, չգիտեմ, խոսակցություններ կան, որ կարող ա հենց մոր մատն էլ խառը լինի երեխու կորելու մեջ։ Ծափաթաղի շուրջը տարածված են անտառներ, լեռնային ոլորաններ ու փոքր գետակներ։ Այդ տարածքներում փրկարարները հերթափոխով են աշխատում, կինոլոգների խմբերը նայում են յուրաքանչյուր ուղղությամբ հողի վրա, փնտրելով նույնիսկ ամենանուրբ հետքերը։ Համայնքի ղեկավար Դավիթ Գզողլյանն ասել է, որ որոնումները կատարվում են միաժամանակ տարբեր ուղղություններով՝ գյուղի սահմաններից մինչև հարակից անտառներ։ Բոլորը պահպանում են հավատը, որ փոքրիկը պարզապես կարող էր շեղվել ճանապարհից, մոլորվել, գուցե վախենալով շանհաչոցից կամ ինչ-որ աղմուկից։ Երեխաները հաճախ կարող են փախչել վախից ու թաքնվել, սպասելով, որ ինչ-որ մեկը գա ու գտնի։ Ծափաթաղը փոքր գյուղ է, բայց այս օրերին այն դարձել է մի ամբողջ ժողովրդի հոգու կենտրոնը։ Մարդիկ, ովքեր երբեք չեն տեսել Տիգրանին, հիմա աղոթում են նրա անունով։ Տատիկներն ու պապիկները եկեղեցու բակում մոմ են վառում, դպրոցականները նկարում փոքրիկ տղայի նկարները արևով ու ժպիտով։ Երբեմն կյանքում կան պատմություններ, որոնք ստիպում են մարդկանց մեկտեղվել
անկախ տարիքից, դիրքից ու համոզմունքից։ Տիգրանի պատմությունն այդպիսի դեպքերից է։ Այստեղ խոսքը միայն կորած երեխայի մասին չէ, սա նաև մարդկային համերաշխության, հոգատարության ու կարեկցանքի պատմություն է։ Թող այս անգամ ամեն բան ավարտվի լուսավորությամբ, թող փրկարարների ձայների լռությունը կոտրեն ոչ թե հուսահատությամբ, այլ ուրախ բացականչությամբ, գտանք նրան, և թող այս պահին ծափաթաղը լսի ոչ թե ցավի ձայնն, այլ մանկական ծիծաղը, որը կասի՝ Տիգրանը վերադարձավ տուն։